հաշվի առնելով, որ ձեր մրցակիցներից որոշ մարդիկ տարբեր քրեական գործերով անցնում են, ապօրինի ծագման գույքով եւ այլն, ձեր դեմ ինչ-որ կոմպրոմատներ ունի այս իշխանությունը եւ հարկ եղած դեպքում ձեզ կարող է, այսպես ասած, գծերից դուրս գցել։ Ես այս իշխանությունների օրոք 7 տարի անցել է արդեն, ես Գյումրիում եմ, իմ անձի, իմ ընտանիքի, իմ ընտանիքի հետ ոչ մի խնդիր չկա, չի եղել, մինչ օրս ոչ մի կերպ։ Ես թե պատգամավոր եղած ժամանակ, թե ոչ պատգամավոր եղած ժամանակ, ոչ մի կերպ, ոչ մի բան չի եղել։ Եթե հիմա այդ ամեն ինչը պիտի հայտնվի հենց այս օրը, հենց այս ժամին, ուրեմն հասկանալի է, չէ՞ այդ ամեն ինչը։ Մինչև այսօր ոչ մի բան չկա ու չի եղել։ Չեն գտել որևէ չեպ է, այսպես ասած, ձեր ընտանիքի բարեկամների, որոնց ես կարող եք չկա եւ չի եղել։ Իսկ ինչու պիտի գյումրեցին ձեզ ձայն տա ձեր կարծիքով։ Ինչու։ Գյումրեցին, հա, դե բնականաբար առաջարկում ենք նաեւ այս ընդանուր երկրի վիճակով պայմանավորված, որը պիտի լինի բոլորիս թիվ 1 խնդիրը։ Քաղաքապետի ընտրություն, բայց նաև մենք այսօր երկրի ընդանուր վիճակը հասկանալի է։ Ու այսօր հենց Գյումրին այն տեղն է, բացի քաղաքապետի բուն ընտրություններից, որով որ այս իշխանությունների խնդիրները, որպես կառավարող ուժ սկսվելու է Գյումրու ընտրությունների պարտությամբ։ Այդ կարևոր է, թե չէ այսօրվա մեր ժողովրդի համար։ Կարևոր է։ Ես հարցեր տվողը ես եմ, էլի եկեք որպես ժողովուրդ ես էլ հարց եմ տալիս, դրան եմ ասում։ Ռետորական հարցեր։ Երկրորդ հանգամանքը բնականաբար որպես քաղաքապետ ունեմ ծրագրեր, տեխնազու որպես ունեմ ծրագրեր, ունեմ անցած ճանապարհ, այնպես չի որ այսօր ինչ-որ տոկոսներ ապահովելու համար 1-2 ավագանի Գյումրու քաղաքապետարանում ունենալու համար մասնակցում եմ, որ 1-2 ավագանի ունենամ։ Որպես գործող նաև պատգամավոր հասկանալի է, որ իմ այն մաքսիմալ ցանկությունս այն չի, որ ես ունենամ ավագանի։ Բնականաբար մասնակցում եմ հաղթելու համար, իսկ հաղթելու պարագայում իմ անցած ճանապարհը, իմ ունեցած փորձը, իմ խնդիրներին լուծում տալու ձևը ու անցած ճանապարհը ինձ տալիս է հնարավորություն, որ առաջադրվեմ եւ դրանից հաղթելու պարագայում շահի Գյումրի քաղաքը։ Բայց նույն, ասենք, շատ փայլուն ճռճռան ծրագրեր ունեն նաև ձեր մրցակիցները, Սարիկ Մինասյանն էլ ասում է, շների ստեղծման հարցն են լուծելու, հատավագիծն են, նոր հատավագիծ են սարքելու Գյումրիի, չգիտեմ, զարգացող քաղաք է լինելու, շենք-շինություններ եւ այլն, որ բոլորի ծրագրերը նայում ես, մի իդեալական քաղաք է լինելու Գյումրի շատ շուտով։ Հիմա ոնց հավատա գյումրեցին։ Ես բազմիցս այդ մասին խոսել եմ եւ ես այն մարդն եմ եղել, որ բոլոր քաղաքապետի ընտրություններից հետո ազգային ժողովում ելույթ եմ ունեցել եւ ասել եմ սիրելի մասնագետներ, ովքեր որ եկաք մասնակցիկ, վերջացրեցիք, խառնեցիք քաղաքի իրար, թողեցիք գնացիք։ Հիմա բոլորդ ունեք լավ ծրագրեր, բերեք ամեկը մի ծրագիր արեք, գյումրեցուն մեկ նեղացրեք ու մեկ առիթ տվեք, որ գյումրեցին հաջորդ ընտրությունների ժամանակ ասի, որ սրանք էլ էին սուտ, սրանք էլ եկան խոստումը տվին, թողեցին գնացին հաջորդ ընտրություններին, էլի բոլորը այդ խնդրի առաջ են կանգնելու, որտեվ չեն հավատալու։ Իսկ ինչ մնում է ճռճռան ծրագրերին ու նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրին, շատ նորմալ է։ Ես իհարկե այս բանին շատ ժամանակ չունեմ ուսումնասիրելու, բայց ընտրություններից հետո ասու կամոք, եթե քաղաքապետ դառնամ, գյումրեցիները ընտրեն քաղաքապետ դառնամ, ուսումնասիրելու եմ բոլորի ծրագրերը։ Բոլորի ծրագրերը ուսումնասիրելու եմ եւ բոլորի ծրագրերի մեջ այն ամենալավ ռացիոնալ կետը, որ կա ու մեր հնարավորությունների սահմաններում է լինելու, միանշանակ իրականացնելու եմ ու շեշտելու եմ, որ այս ծրագիրը, որ իրականացրեցինք,
Օրինակ դա Սարիկ Մինասյանի ծրագրի դրույթներից մեկն էր, որը իրականացրել ենք։ Այդ թվում եւ նամանավանդ իշխանության ծրագրերին է վերաբերվում, քանի որ Սարիկ Մինասյանը քաղաքապետ չի լինելու, իսկ կառավարությունը մինչև երևի 26 թիվը շարունակելու է որպես կենտրոնական իշխանություն լինել։ Եվ իրենց համար խնդիր չի այդ ծրագրերը իրականություն դարձնել, քանի որ իրանք իշխանություն են։ Ես որպես անկախ, անկաշկանդ մարդ, ես լինելու եմ այդ միջնորդը, որ այդ ծրագրերը կան Գյումրի, այդ գումարները կան Գյումրի, քանի որ կառավարությունն է խոս տվել, Սարիկ Մինասյանից բացի նաև կառավարությունն է այդ ամեն ինչի տակ ստորագրում, եւ ես համոզված եմ, որ այդ ծրագրերը կարողանալու են բերել, կառուցել ու նաև ինչու՞ չէ գյումրեցիներին ասել, որ այս էլ կառավարության ծրագիրն էր, որ խոսք էին տվել, Սարիգի ծրագիրն էր, տեսեք այս կետերն էլ մենք արեցինք, ապրեն իրանք տվեցին փողը, մենք էլ արեցինք։ Վերջին հարցը, երկրորդ փուլի հավանականություն տեսնում եք, թե չէ։ Այս բանը դժվար է պատասխանելը, քանի որ իրավիճակը այսպես օր-օրի տադանվող է, փոփոխվող է, այս բանը դժվար է։ Համ դժվար է երկրորդ փուլի մասին խոսելը, համ դժվար է տեխնազուների համագործակցության մասին խոսելը, քանի որ հետընտրական, այո, անիմաստ է, հիմա մեկի անունը տաս ու այդ մարդը չկարողանա այդ շեմը հաղթարել, ինչ է դառնում էլի, այսինքն ամեն ինչին կա իր ժամանակը, ես հույս ունեմ, որ մենք նորմալ կհասնենք այդ ժամանակներին ու այդ ժամանակները կհաղթարենք, կանցնենք հաջորդ փուլերին։